կատարվել Գյումրի քաղաքի բնակարանաշինությանը, աղետի գոտուց ուժված բնակարանաշինությանը, մեր բնակիչներին, ապա այդ խնդիրը իսպար վերածած կլիներ։ Բայց ցավոք սրտի այս պահին 991 անօտևաններ ունենք աղետի գոտուց ուժված, 240 եւ ավելին, որոնք մեր ժամանակահատվածում ուսումնասիրվել են, ընտրվել են եւ դիմվել է քաղաքաշինության նախարարություն համապատասխան գերատեսչություններ, որ նույնպես ընտրվեն անօտևանության ցուցակի մեջ, ինչպես նաեւ մենք գիտենք, որ 2500 տնակներ կան, որտեղ տնային բնակիչներ ունեն։ Բայց եւ այնպես մինչեւ հաջորդ կետին անդրադառնալը միանշանակ այստեղ ուզում եմ նշել, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Գուգասյանի ջանքերի շնորհիվ ուրեմն արդեն նախագծային փուլի ավարտին է հասցված եւ շուտով կհայտարարվի շինարարի մրցույթը, բուլվարային թաղամասում գործարանային սոցիալական բնակարանի կառուցումը։ Հաջորդ ծրագիրը դա սուբվենցիոն վերակառուցում մոտ 48 բնակարան, եթե չեն սխալվում։ Հաջորդը դա սուբվենցիոն ծրագրերով էլի բուլվարային թաղամասում է 2 արդեն կառուցելու 5-ից 0-ից կառուցելու հիմնական կառուցվելու 2 բնակարանների բնակելի շենքերի կառուցապատման սուբվենցիոն ծրագրերն են, որը նույնպես նախագծերարված է եւ մնացել է, որ կառավարության կողմից հաստատվել այս սուբվենցիոն ծրագրերը մոտ 100 բնակարան սոցիալապես եւ նաեւ համահայկական հիմնադրամի կողմից ներկայացվող ես պատկերը ցույց տամ բնակելի 2 շենքերի 2 թե 2 շենքերի համայնքական ուժ թաղամասում հարկացումը եւ ամբողջ աշխատանքները մեր կողմից կատարվել է 74 բնակարան։ Սա է հարցով։ Քաղաքաշինության բարեփոխումներ։ Վերականգնել բազմանորոգական շենքերի կտուրները, բարեկարգել շենքերի մուտքերը եւ բակերը։ Կենտրոնական գոտում գտնվող շենքերի կտուրները վերածել մանսարդային հարկերի, ապա վաճառել դրանք կամ օրավարձով հանձնել զբոսաշրջիկներին քաղաքապետարանի համար եկամուտ ապահովելով։ Այս աշխատանքը ծավալուն աշխատանք է, Գյումրու քաղաքապետը հիմքը դրել է, մենք շարունակում ենք, ուսումնասիրում ենք Իշկովի փողոցը եւ մյուս փողոցները, որոնց շենքերի վրա կարող են այդ մանսարդային հարկերը ավելացնել, այդտեղ մենք բախվել ենք օրենսդրական որոշակի խոչընդոտների, այսինքն կտուրը եւ նկուղը գտնվում է ընդհանուր սեփականություն եւ փորձում ենք այդ հարցը լուծենք բնակիչների հետ փոխհամաձայնության գալով։